Մենք հիմա շատ հստակ ու բաց ասում ենք։ Այն ընդդիմադիր ուժը, ով գիտի, որ ինքը չի կարող վստահորեն հաղթահարել շեմը, բայց առանձին գնում է մասնակցել, ինքը անկախ իր կամքից իշխանության ջրաղացին ջուր է լցում։ Որովհետև ինքը վերցնում անդիմադիր ձայները, փոշիացվում այդ ձայները ու անցնում իշխանության ընտրություններից հետո։ 21 թվականի ընտրություններին Ժորժ ջան ինքը հավաքել է 53%, բայց 20%-ից ավել ձայն ընդդիմադիր փոշիացել է եւ իշխանությունը ունեցել է սահմանադրական մեծամասնություն։ Այսինքն 56-7 падգամավորի փոխարեն ունի 71։ Հետևաբար շատ կարևոր է, որպեսզի այն փոքր ուժերը, ովքեր գիտեն շեմը չեն հաղթահարելու, չգան այդ ընդդիմադիր ձայները վերցնեն, փոշիացնեն։ Կամ պետք է ներառվեն խոշոր բլոկներում, կամ միավորվեն իրար, որ կարողանան շեմը հաղթահարել։